Ալիևը ամբողջ աշխարհի առաջ, որը չգիտեմ, քանի տասնյակ, երևի թե 50-ից ավելի պետություններ ու մոտ մի տասնյակ կազմակերպություններ էլ անդրադարձան, որը աննախադեպ էր միջպետական հարաբերությունների պարագայում, անդրադարձան, դրվատեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, համաձայնագրի ստորագրմանը եւ այլն։ Այդ արձագանքը Ադրբեջանի համար անսպասելի էր, ինչպես անսպասելի էր, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին երկու պայմանները այդ արագության մեջ կհամաձայնի։ Դա միանշանակ Ադրբեջանի համար երկու անակնկալ էր։ Հայաստանի Հանրապետության վաբանկ գնալը եւ համաշխարհային հանրության այդ արագ արձագանքը։ Ու Ադրբեջանին մնում էր մեկ ճանապարհ։ Ես ոնց գնամ խաղաղության համաձայնագիր կնքեմ մի պետության դեմ, որը անverջ կրակում է իմ սահմանների վրա։ Այստեղ կար նաեւ եվրադիտորդների դիսկրեդիտացիայի հարց։ Ապացուցելու համար, որ այս եվրադիտորդները այստեղ են, բայց ես շարունակում եմ կրակել։ Այսինքն ինձ համար մեկ է, նրանք կլինեն սահմանին, չեն լինի սահմանին եւ այլ եւ այլ եւ այլն։ Գործնականում այո, դուք ճիշտ եք, միանգամայն ճիշտ եք, չաշխատեց, որովհետեւ նույն այդ եվրադիտորդները հենց հերքեցին հայկական կողմից որևէ կրակոց։ Կրակոցների պատմությունը Ադրբեջանը ստիպված էր վաղ թե ուշ ավարտել, չունենալով որևէ դիվիդենդ այդ ամբողջ հեքիաթից։ Հեքիաթի երկրորդ մաս Մարգարայի կամուրջը բացելը։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Թուրքիան Ադրբեջանին տեղեկացրել էր Մարգարայի կամուրջը բացելու 10 օր, ընդամենը 10 օրում բացելու համար Սիրիա մարդասիրական օգնություն փոխադրելու նպատակով։ Բայց Ադրբեջանին պետք էր հերթական դիվանագիտական սկանդալը Թուրքիայի հետ։ Ադրբեջանին պետք էր ինչ պետությունների ապացուցել, որ ինքը Թուրքիայի վասալը չէ, եւ որ ինքը Թուրքիայի հետ ունի տարաձայնություններ, ավելին այդ տարաձայնությունները չեն լուծվում կուլիսներում, այլ բարձրաձայնվում են։ Ու թերևս Իլհամ Ալիևը եկավ երրորդ անակնկալին, որովհետև Թուրքիայից ոչ թե ներքին խողովակներով պատասխանեցին, այլ հրապարակավ պատասխանեցին, որ Ալիևը տեղեկացված եղել է։ Ու փաստորեն սա փոթորիկ է մի բաժակ ջրում, շատ ավելի լավ է այդ սառը ջուրը խմել ու հանգստանալ։ Սա էր ամբողջ պատմությունը։ Իրանի արտգործնախարարի այցը ինչ նպատակ էր հետապնդում, այստեղ գտնվելով նա նշեց, որ տարածաշրջանում էսկալացիայի մեծ վտանգ կա, արդյոք սա ադրբեջանական հնարավոր էսկալացիայի մասին ակնարկ էր, թե ավելի շուտ Իրանի դեմ հնարավոր էսկալացիայի, նաև մենք գիտենք, որ ԱՄՆ-ն Թրամփը 2 ամիս ժամանակ է տվել միջուկային նոր համաձայնագիր ստորագրելու համար, բայց Իրանը դեռ կարծես թե պատասխան չունի։ Միանշանակ բանն այն է, որ սպառնալիքների ներքո չեն պատրաստվում ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, ինչ դիտարկումներ կան։ Արդեն իսկ բանակցում են։ Գիտեք, այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Տեսեք, տարածաշրջանում շատ կարևոր են Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները եւ այո, Դոնալդ Թրամփը նամակով 2 ամիս է տվել կողմնորոշվել են, նույնիսկ սպառնացել է, որ եթե միջուկային ծրագրի շուրջ միջուկային ծրագիրը մեղմ ասած չփակվի ու Իրանը գնա միջուկային զենքի ստեղծման, շատ կոշտ պատասխան կլինի ընդհանուր ռազմական ճանապարհով։ Բայց խնդիրը ամբողջ այն է, որ Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մինչև այդ նամակը թե բանակցել է, թե շարունակում է բանակցել։ Խնդիրը նաև այն է, որ Իրանը բանակցում է Եվրոպայի հետ։ Այսինքն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները անկախ Տրամփի նամակի այս կամ այն կերպ շարունակվում են եւ գուցե հասնեն տրամաբանական ավարտին, գուցե հասնեն պատմական համաձայնության։ Այսինքն համաձայնության հնարավորությունը ավելի մեծ է, քան որ Իրանը կմերժի։ Ես կարծում եմ, որ համաձայնության հնարավորությունը այն պայմաններն են, որ կողմերը միմյանց առաջարկում են։ Միանշանակ է, որ Իրանը նորից պետք է ասի պատժամիջոցների վերացում, ինչպես եղել էր նախորդ համաձայնագրի դեպքում, որից Դոնալդ Թրամփը միակողմանի դուրս եկավ, եթե հիշում եք, միջուկային նախորդ գործարքի մասին։ Պարզ է, որ Իրանն այլի պետք է պատժամիջոցները հանելու հարցը դնի։ Իսկ ինչ գնով Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցները կհանի կամ կհանի թե չի հանի, արդյոք դա կհամարի Իրանի վրա ներգործելու հետագա ազդեցության միջոց։ Գիտեք, որպեսզի ես կարողանամ ճշգրիտ պատասխանել այդ հարցին, ես պետք է այդ բոլոր նրբությունները առաջին ձեռքից իմանամ, ոչ թե ասենք տարբեր մեկնաբանություններ, որոնք բոլոր դեպքերում արտահայտում են մեկնաբանողի շահերը, ոչ թե բուն ճշմարտությունը։
Իսկ որևէ մեկը, ես չեմ կարծում ոչ Վաշինգտոնյան կողմից, ոչ իրանական կողմից կդնի ու բանակցությունների ընթացքի մասին ուղիղ հրապարակումներ կանի, որը միանգամայն սխալ կլինի, հակադիվանագիտություն կլինի հաջողության հասնելու տեսակետից։ Սա հարցի մի կողմը, հարցի երկրորդ կողմը, տեսեք, Արարչին այս լարված պայմաններում գալիս է Երևան։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ինչ հրապարակումները լինեն, Արարչին եկել է Հայաստանի Հանրապետություն, համոզվելու համար, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանելու է իր հայտարարված չեզոքությունը եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որևէ պարագայում Իրանի վրա հարվածի վայր չի դառնալու։ Բայց ամենակարևորը Արարչին եկել է Երևան։ Արարչին չի գնացել Մոսկվայում այդ հարցը լուծելու։ Սա արդեն իսկ նշանակում է Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացում։ Սա արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերը քննարկվում է Երևանում։ Սա դրա փաստն է ու դա շատ կարևոր փաստ է։ Սա նաև կողմնակի վկայում է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների անվստահությունը։ Հակառակ վերջերս կնքված ռազմավարական համագործակցության համաձայնագրի։ Հակառակ այդ համաձայնագրի, որովհետև բոլոր պարագաներում Թեհրանի ու Մոսկվայի շահերը սկսել են միմյանց հակասել։ Ու շատ հնարավոր է, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման, հարաբերությունների հաստատման եւ այլն ջերմացման մակարդակում Մոսկվան, ինչպես բոլոր իր մյուս դաշնակիցներին հերթով դավաճանում է նաեւ Իրանին։ Իրանին պետք է երաշխիքներ, հուսալի երաշխիքներ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը չի դառնա իր վրա հարվածի վայր, ինչպես դա կարող է անել Ադրբեջանը։ Ինչն էլ սպասում է Ալիևյան ռեժիմը, չէ՞ կարծում։ Ես կարծում եմ, որ Ալիևյան ռեժիմը պատրաստ է դրան։ Բայց դրա համար, բայց դրա համար, հենց դա է ուզում ասել, բայց դրա համար Իսրայելից, իսկ Իսրայելի միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգներից որոշակի իր համար առևտրի թեմա է բացում։ Առևտրի թեման, ես կարծում եմ, որ առաջին հերթին ցանկացած առևտուր այս պահին, որ վարելու է Բաքուն Վաշինգտոնի հետ 907 բանաձևն է լինելու։ Առաջին կետում Բաքվի համար 907 բանաձևն է դրված։ Եվ Բաքվի համար բոլոր դեպքերում շատ խնդրահարույց է մնում այն փաստը, որ այս պարտված Հայաստանի վարչապետը Տրամփի հետ հանդիպեց, Փարիզում հանդիպեց, Վաշինգտոնում հանդիպեց, հեռախոսազրույցներ է ունենում, Ռուբիոն է զանգում, գալիս գնում են, հայտարարություններ են անում Հայաստանի վերաբերյալ, Ֆիդանն է գնում Վաշինգտոն, Բաքուն ինչ է անում, Բաքուն որտեղ է գալ գնալու էս երթուդարձի մեջ որևէ մեկը, գիտի Բաքուն որտեղ է, Բաքուն փորձում է իր լոբիստներով աշխատել, Բաքուն փորձում է ստեղծել Բաքու, Թել Ավիվ, Վաշինգտոն առանցք եւ այդ առանցքով մտնել Սպիտակ տուն։ Առայժմ հաջողություններ չգիտեմ կան թե չկան, չեմ կարող ասել չկան, բայց չեմ կարող նաև արտաֆիքսել, որ կան։ Ինչ պիտի անենք մենք այդ դեպքում, մենք պիտի փորձենք կարգավորել մեր հարաբերությունները Իսրայելի հետ։ Եթե դուք հիշեք, մեր ամենա բոլոր հարցազրույցներում ձեզ հետ ես խոսել եմ Հայաստան-Իսրայել հարաբերությունների մասին, Հայաստան-Իսրայել հարաբերությունների կարգավորման մասին, անհրաժեշտության մասին, որովհետև գիտեք, Իսրայելից բազում քայլեր առ Հայաստան եղել են, Հայաստանն այդ քայլերը թողել է անպատասխան։ Հայաստանում կա կարծրացած երկու պատկերացում, եթե մենք հարաբերությունները բարելավում ենք Իսրայելի հետ, մենք հարաբերությունները վատացնում ենք Իրանի հետ, որը սխալ պատկերացում է, եւ երկրորդ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները այնքան խոր են, այնքան գուցե թե ռազմավարական են կամ այնքան հենված են փոխադարձ շահի վրա, որ միևնույն է մեզ չի հաջողվելու այդ երկուսի հարաբերություններում մեր տեղը գտնել։ Սա գիտեք, ի սկզբանե դիվանագիտական աշխատանքի պարտության խոստովանություն է, որովհետև ցանկացած հարաբերություններում կարող են լինել այնպիսի կետեր, որոնց վրա դու քո քաղաքականությունը կառուցես։
Ու ես էլի պնդում եմ, որ մեզ համար այս իրավիճակում, այս աշխարհում աշխարհակաղակական այս պահին այստեղ ու հիմա շատ կարևոր Իսրայելի հետ հարաբերությունները, գերկարևոր Իսրայելի հետ հարաբերությունները, ամենայն դեպս ինչ որ չափով չեզոքացնելու Ադրբեջանի նկրտումները։ Ռուս-ուկրաինական ճակատում իրադարձությունները, զարգացումները ինչ սցենարների ենթադրություն են տալիս, 12 ժամից ավել բանակցություններ տեղի ունեցան ռուս-ամերիկյան, ամերիկա-ուկրաինական զուգահեռ էին ըստ էության ընթանում Սաուդյան Արաբիայում։ Ինչ վերլուծություն ունեք, կհաջողվի Թրամփին Պուտինին բերել այդ գործարքի դաշտ եւ Ես կարծում եմ հնարավորինս շահավետ գործարք ընկնել, որը այնուամենայնիվ ամբողջովին չի ոտնահարի Ուկրաինայի շահերը։ Լավագույն պատասխանը ձեզ տվել է ինքը մեծնշիկահայրը։ Դոնալդ Թրամփը արդեն ասել է, որ ունի տպավորություն, որ Ռուսաստանը համաձայն է խաղաղության, բայց ձգձգում է գործընթացը։ Հասկան Դոնալդ Թրամփը կամաց թերևս վերադառնա այն տարբերակին, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի առաջադրված պայմաններին, ինքը շարունակելու է ուժեղացնել Ուկրաինան։ Կարճ չէ նման Անկան հարափոփող են Թրամփի հայտարարությունները, որ հիմա չգիտես որ մի հայտարարությունը ապավինես։ Բայց այնուամենայնիվ ֆիքսենք փաստ Թրամփը մեկ օրում, նույնիսկ մեկ ամսում չդադարեցրեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Եվ սա իր համար շատ մեծ իմիջային հարված է։ Ոնց ես գամ սպիտակ տուն, ասեմ վերջ տղաները էլ չեն կռվում ու տղաները շարունակում են կռվել։ Անհնար է, չէ, Թրամփի պատկերացրած աշխարհում։ Հիմա Թրամփը փորձում է այս պարագայում իմ տպավորությամբ, գուցե սխալվում եմ, բայց դա իմ տպավորությունն է, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ առաջին հերթին ապահովել ամերիկյան շահերը։ Ամերիկյան։ Նա լուծում է իր խնդիրները։ Իր ռազմարտությունաբերության համալիրի աշխատանքի, իր մոտ աշխատատեղերի ստեղծման, այդ բազմամետաղների հարցով համաձայնագրի կնքման եւ միայն Ամերիկայի շահերը, այսպես ասած, համալիր կերպով ապահովելուց հետո փորձում է այնուամենայնիվ անդրադառնալ նաեւ Ուկրաինայի խնդիրներին ու Ռուսաստանի խնդիրներին։ Գիտեք, ինձ առաջ էլ, ինձ հետո էլ շատ շատերը արձանագրելու են, որ Ռուսաստանի Դաշնությանը խաղաղություն պետք չէ, որ Ռուսաստանի նախագահին խաղաղություն պետք չէ եւ Ռուսաստանի նախագահը հակված չէ խաղաղության։ Ես կարծում եմ, որ Վաշինգտոնում էլ դա արդեն շատ խոր, շատ հանգամանալի, շատ բովանդակալից հասկացել են։ Պետք է այդ խաղաղությունը, այդ համաձայնագիրը Ուկրաինային։ Այո, պետք է, բայց ոչ ամեն գնով։ Տեսեք, վերջերս քննարկվում էին նաև Ուկրաինայի տարածքային հարցերը։ Այսինքն Ուկրաինան, ինչպես Հայաստանը, ընդունում է բոլոր պայմանները, ցավոտ, շատ վտանգավոր, բայց ընդունում է ու էլի չի ստանում համաձայնություն։ Զուգահեռները, տեսնում եք։ Հիմա որը պետք է լինի, ասենք Հայաստանի կամ Ուկրաինայի հաջորդ քայլերը։ Գրեթե նույնը, ուժեղանալ։